քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, հա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական պրոցեսներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի։ Այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետեւաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել եւ շարունակաբար քննվել։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ քաշման մասին, սա առաջինը։ Երկրորդին գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։